Մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են, համատարած։ Մինչ Փաշինյանին հունից հանում են վարորդների վարելու ունակություններն ու կեղծ վկայականները, նույն օրը կառավարական համարանիշներով մեքենան կոպիտ ձևով խախտում է երթևեկության կանոնները։ Երեք տարածված տեսանյութում երևում է, ինչպես է մեքենան երթևեկում հանդիպակաց երթևեկելի գոտիով եւ կարմիր լույսի տակ, վտանգելով հետիոտների կյանքը։ Տարվա վերջում աղմուկ կա։ Այս ոստիկանությունը սաղ ձախողել են, այսքան վթար կա, այսքան զոհ կա։ Ոչ մեկ չի ասում, Ժողովուրդ ջան, իսկ մենք ավտո քշել գիտենք։ Ստացվում է, ավտո քշել չգիտենք, բայց խախտումների նկատմամբ ուզում ենք ավելի ներողամիտ լինել։ Մայիսի 1-ից վարորդների տուգանային 9 բալային համակարգից անցում կկատարվի 13 բալային համակարգի։ Քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գաբոյանի գնահատմամբ սրանով խրախուսում ենք օրինախախտ վարորդներին։ Երբ որ Սարյան փողոցի վրա, որտեղ որ կա նկարող տեսախցիկ, ինչ որ մեկը բերի իր մեքենան թողնի երկրորդ շարքում թողնի գնա, սա երթևեկության հերն անիծելով։ Տեսախցիկը նկարելու է 1 րոպե, ոչ թե 5 րոպե, այսինքն դա արձանագրվել հենց որպես կանգառի խախտում։ Բարեկային ծառայությունը դա չի ընդհանրապես արձանագրելու, որտեղ գիտի, որ այնտեղ կա տեսախցիկ։ Արդյունքում մարդը ամբողջ օրը երթևեկության հերը անիծելով զրկվում է 0.25 բալից։ Ու եթե մարդ իսկականից փողից չի նեղվում, այդ 5000 դրամը, որը նախատեսված է երկրորդ շարք կայանման համար, իրան չի նեղում, վերջ ինքը ամեն շաբաթ կարա գա այդ նեղ փողոցի երթևեկության հերին անիծի։ Ու ինքը չզրկվի այդքանով հանդերձ վարորդական իրավունքից, սա մարազմ է։ Գաբոյանը նշում է, կառավարությունն առաջին նման մեղմացումը դեռ 1 տարի առաջ է արել, երբ կանգառի խախտման տուգանային միավորը 0.5 բալից դարձվեց 0.25 բալ։ Հանդիպակաց դուրս գալը, եթե նախկինում 3 բալ էր հանվում, հիմա 4 է հանվելու։ Ու եթե նախկինում մարդիկ 3 անգամ այդ խախտումն անելու դեպքում բալերը կպրծնեին, նոր նախագծով 3 անգամ կանի 12 բալից կզրկվի, բայց վարորդական իրավունքը չի կասեցի, որտեղ արդեն 13 եք դարձրել։ Այսինքն դուք հանդիպակաց դուրս գալու խախտումը, որը շատ օրինակ վարորդները ընդհանրապես առաջարկում են նման խախտման համար զրկել վարորդական իրավունքից։ Ռուսաստանում դրա համար հենց սկզբից զրկում են նախատեսում։ Իսկ ինչպես են վարորդները վերաբերվում տուգանային 9 բալային համակարգից անցումը 13 բալային համակարգի։ Ես տաքսիստ եմ, երկրորդ շարք եմ կանգնում։ Մի կես բալ հանում են ընձնից, ամեն անգամ անելուց էլ պատկերացրեք, ոնց անեմ երկրորդ շարք պետք է կանգնել։ Դուք պատվիրատու եք, ինձ կանչել եք, ես ուր դե կանգնել, եթե տեղ չկա կանգնելու։ Սխալ է, պետք է շատացնեն ամեն։ Դուք կորցրել եք բալեր։ Իհարկե մնացել ընդամենը մի քանի բալ։ Շատ լավ կլինի, բայց ոչ չթանկացնեն, էլի, ունդեղ, չգիտեմ, բալերն էլ աճեցնեն։ Դուք բալեր կորցրել եք։ Չէ։ Ավել լավ է, քան 9-ն էլ, բնականաբար։ Դուք բալեր կորցրել եք։ Կորցրել եմ, իհարկե, ով կարա չկորցնի, բոլորն էլ կորցնում են։ Ես ոչ մի բալ վերջի տարվա ընթացքում չեմ օգտագործել, չեմ կարողացել, բայց թող շատ հնարավորություն լինի։ Նորմալ քշողի համար նորմալ է։ Ես օրինակ 3-4 սատից ավելի նարուշենի չեմ ունեն ամբողջ տարվա մեջ։ Քիչ կզգոնանան էլի վարորդները։ Իսկ դուք բալեր կորցրել եք արդյոք։ Չէ, ես պարտաճանաչ վարորդ եմ։ Աշխատում եմ, որ խախտումներ չանեմ։ Բալի քիչ լինելը չնպաստեց, որ խախտում քիչ արվի, այնպես որ կարծում եմ այլ բան է պետք մտածել դրա հետ կապված։ Իսկ դուք կորցրել եք բալերը արդյոք։ Չէ, բացարձակ։ Ինչ մի տարբերություն չկա, ավելացնում են, մյուսն էլ տուգանքների բալերն են, չավելացնում։ Մեկ բալ կորցրել եմ։ Ինչից եք ավելի շատ բալ կորցնում, ինչ խախտում է լինում։ Դա հիմնականում որ այսպայն ասենք կանգնում ես, որ մարդ նստի դուրս գա, այդ պայն կանգնելու տեղ չկա, առաջի շարքերը բոլորը զբաղված են։ Գաբոյանն ընդգծում է, եթե կառավարությունը ցանկանում է տաքսիստներին ընդառաջ գնալ, պետք է մտածի այլ տարբերակներ, որպեսզի նրանք խնդիրների չբախվեն ուղևոր վերցնելիս։ Ոչ մի տաքսիստին ձեռ չի տալիս երկրորդ շարքում կանգնել, նկարվել ու դրա համար տուգանվել 5000 դրամ, որտեղ իրան այդքան բալերը չի խանգարում, ինչքան այդ 5000, որտեղ ինքը մի հատ մարդ պետք է տեղափոխի 1000 դրամ պետք է աշխատի, բայց ինքը այդ նկարվելով 5000-ից է զրկվում։ Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ Հայաստանում վարորդական իրավունք ունի 855,207 քաղաքացի։ Ոստիկանության վարչական իրավախախտումների հաշվառման համակարգչային շտեմարանի տվյալների համաձայն, բալային համակարգի ներդրումից մինչև 2025 թվականի մարտի 31-ը 14623 քաղաքացու վարորդական իրավունք կասեցվել է։
Այսինքն վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 6%-ը վերջին 5 տարիներին մեկ անգամ զրկվել է վարորդական իրավունքից։ 500-ից ավելի վարորդ տուգանային միավորները նույն տարում կրկնակի սպառել է։ Ամենաշատ կասեցումն արձանագրվել է 2021 թվականին, ավելի քան 4800 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից։ Եվ մինչ իշխանությունը նոր նախագծով փորձում է սիրաշահել վարորդներին ավելացնելով խախտումների համար հանվող տուգանային բալերը, Ֆակտոր TV-ն այսօր Մայրաքաղաքի Սարյան փողոցում արձանագրել է, թե ինչպես է պարեկային ծառայության մեքենան կայանել ճանապարհի չթույլատրված հատվածում։